Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Վահե Մովսիսյանին, նրա հետ խոսելու ենք ներքին քաղաքական կյանքի անցուդարձից, Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունից, ինչպես նաև իմպիչմենտի թեմայից։ Բարև ձեզ, պարոն Մովսիսյան։ Բարև ձեզ։ Գնահատեք իմպիչմենտի շուրջ ստեղծված իրավիճակը ու այսօր ինչ քայլեր են ձեռնարկում, որ իմպիչմենտը մինչև ընտրություններ իրագործվի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն տեսեք, իմպիչմենտը արդեն դարձել է անհրաժեշտություն լոկ թեկուզային պատճառով, որ իշխանականները պնդում են, որ իրենք ունեն բացարձակ մեծամասնություն, այսինքն ներկա իշխանականները բոլոր ստի կեղծիքների սահմանները հատելով մեզ համոզում են ժողովրդից, որ տեսեք, մենք ունենք բացարձակ մեծամասնություն։ Հիմա հարց է առաջանում, ինչ սկզբունքով իրենք ունեն բացարձակ մեծամասնություն, եթե ժողովրդի մեծամասնությունը հաշ չէ իրականության հետ, չի համակերպվում այս ներկայիս կեղծ խաղաղության հետ եւ այսպես շարունակ։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը գնում է մարզեր, մի օր պերաշկի, մի օր կուկուռուզ, մի օր սուջուխ եւ այսպես կազմակերպում է քարոզարշավ, չնայած նրան, որ դեռ քարոզարշավը ընթացքի մեջ չի, օրինական իրավիճակ չկա քարոզարշավի։ Ինչ են ուզում իշխանականները։ Իշխանականները ուզում են համոզեն մեզ քաղաքացիներից, որ տեսեք, մեզ ջերմ ընդունում են տարբեր մարզերում, ջերմ ընդունելություն են ցուցաբերում, այսինքն մենք բացարձակ մեծամասնություն ենք, եթե անգամ այս կիրակի լինեն ընտրությունները։ Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։ Տեսեք, կան խանութներ, որտեղ որ Նիկոլ Փաշինյանին չեն ուզում ներս մտնի։ Կան քաղաքացիներ, ովքեր որ ուղիղ բացատրում են Նիկոլ Փաշինյանին, որ ինքը խաբում է, ստում է, որովհետև նախկիների օրոք սարքած փողոցներն ու ճանապարհները վերագրում է իրեն։ Կան քաղաքացիներ, ովքեր որ գալիս են ու ուղիղ ճակատին ասում են այն ճշմարտությունը, որը որ մենք բոլորս գիտենք, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը եւս մեկ անգամ խաբում եւ ստում է ու այդ շղթան շարունակվում է։ Այսինքն իմպիչմենտը անհրաժեշտություն է նաև նրա համար, որ ինքը չի հակադրվում ընտրություններին, այսինքն եթե անգամ հերթական ընտրությունները ոչ վաղ ապագայում են, մենք ունենք իրավիճակ, որտեղ իմպիչմենտը կարող է նաև որպես գործիք եւ գործոն ծառայել հետագա ընտրությունների համար։ Ինչպես։ Այսինքն, եթե իմպիչմենտը իրագործվի, ընդդիմադիրները համախմբում են մեկ գաղափարի շուրջ, որը Նիկոլ Փաշինյանին հեռացումն է։ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, այդ պարագայում անգամ ընտրություններում չեն կարող իշխանությունները տանել ոչ միայն մեծամասնություն, այլ ընդհանրապես այն ձայների թիվը, որը որ իրանք հիմա պնդում են, այսինքն 51%-ի մասին անգամ չեն կարող երազել ՔՊԱ-ականները, եթե Նիկոլ Փաշինյանը տվյալ պահին ընտրությունների կազմակերպման օրը մասնավորապես չլինի երկրի ղեկավար վարչապետ, այսինքն։ Հիմա տեսեք, իմպիչմենտը նաև իրագործելի է այն պարագայում, քանի որ կան խռոված, նեղացած ՔՊԱ-ականներ, ովքեր որ դուրս են մնացել ցուցակներից, բայց դեռևս այս պարագայում падգամավորներ են, ինչպես Հովիկ Աղազարյանը եւ մյուսները։ Կան ՔՊԱ-ական շատ падգամավորներ, ովքեր որ մեծ հաճույքով դեմ կգնային Նիկոլին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իրենց հեռացրել է ու փորձում է ազատվի ավելորդ բեռից։ Եվ իմպիչմենտի իրագործելիությունը ավելի կարևոր է հենց այս փուլում, որտեղ որ իշխանությունները թուլացած են եւ ընդդիմությունը եթե ճիշտ համախմբվի, ճիշտ կոնսոլիդացիա լինի, հնարավոր է որ իմպիչմենտը իրագործելի լինի։ Անկախ նրանից իմպիչմենտը անգամ եթե չհաջողվի, մենք կունենանք իրավիճակ, որ իշխանությունները ավելի թույլ կլինեն։ Եթե մենք գնում ենք ուղակի ընտրությունների Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, մենք ոչ մի երաշխիք չունենք Նիկոլ Փաշինյանի օրոք, որ չի կեղծվի ընտրությունները եւ չեն նկարի թվեր, որտեղ որ գրված կլինի, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց վարչապետ։ Իմպիչմենտի պարագայում մենք գոնե շանսերը սարքում ենք 50-50, այսինքն ունենք հավանականություն, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պարագայում ժամանակավոր կառավարություն ստեղծվի, ժամանակավոր անցումնային վարչապետ լինի, ով ճիշտ արդար թափանցիկ ընտրություններ կկազմակերպի եւ մեր ժողովուրդը կկարողանա կատարի իր ընտրությունը։ Այս պարագայում արդեն բնականաբար Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվի, այսինքն կընտրվի ընդդիմադիր թեկնածուներից յուրաքանչյուրը, ով ավելի մեծ վստահություն կներշնչի մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին։ Հիմա ինչով է ներողություն, ինչով է խանգարում իմպիչմենտը ընտրություններին, մեկ
պարզ բացատրություն ունի։ Իմպիչմենտը միայն օգնում է ընտրություններին, որովհետև իմպիչմենտի հաջողելու դեպքում ընտրությունները ավելի արդար եւ թափանցիկ կլինեն, իմպիչմենտի չհաջողելու դեպքում հավանականությունը, որ իշխանությունները կկարողանան կեղծել ընտրությունները, ավելի քչանում է։ Նաև վերջերս Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ Դևին հեռացնելու գործընթացը իր վրա է վերցրել այսպես ասած Սամվել Կարապետյանի Այո։ ուժը, բայց նա հայտարարեց, որ այդ Դևին իրենք են վերացնելու, ոչ թե նրանք, ինչ կասեք այս հարցի։ Տեսեք, հիմնականում ինչպես խոսվում էր ժամանակին, հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Հիմա այդ հեղափոխության զավակները, ովքեր որ Նիկոլ Փաշինյանից լքված են, իրենք ներսից ավելի շատ խնդիրներով են իրազեկված, այսինքն իրենք ներսից գիտեն ոնց ավելի հեշտ կլինի կոպիտ ասած քանդել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որովհետև իրենք ներսում են եղել։ Եթե Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը կարող են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կազմաքանդել։ Եթե իրենք ներսի, ելի եմ ասում, իրազեկված լինելու պարագայում, իրենք հնարավորություն կունենան մեզ ավելի շատ ընդդիմությանը ավելի շատ ինֆորմացիա տալ, թե ներսում իրապես ինչ է կատարվում, որովհետև մենք տեսնում ենք իբրև թե այսպես կոչված համախմբվածություն, բոլորը իրար սիրում են, սրտիկներ եւ այլն, ավտոբուսի վրա մեծ սրտիկ եւ այսպես շարունակ, բայց մենք գիտենք, որ ներսում կարող են լինել նաեւ խժդժոցներ, տարանջատումներ, որոնց մասին իրենք ավելի շատ իրազեկված կլինեն, հաշվի առնելով, որ վերջի 5-6 տարիների ընթացքում իրենք այդ թիմի անդամներն են եղել, այսինքն իրենք ավելի լավ տեղեկացված կլինեն, թե ով չի սիրում Ալեն Սիմոնյանին կամ ում չի սիրում Ալեն Սիմոնյանը պայմանականորեն։ Հիմա տեսեք, եթե ընդհանուր համախմբվածություն լինի ու Հովիկ Աղազարյանը իր ուժերի ներածին չափով, մյուս ընդդիմադիրները իր ուժերի ներածին չափով ճիշտ աշխատեն ՔՊԱ-ական падգամավորների հետ, ճիշտ աշխատեն մեր սիրելի հայրենակիցների հետ, հավանականությունը ավելի մեծ կլինի, որ հնարավոր է անգամ ներսից քանդել, որովհետև ինչը որ քանդում են ՔՊԱ-ականները, մեր Հայաստանի Հանրապետությունն է։ Ավելի լավ է համախմբում լինի, որպեսզի մենք քանդենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, բնականաբար բոլոր օրինական ճանապարհներով, որպեսզի այն խժդժոցները, որը ներսում կատարվում է, ավելի շատ իրազեկված լինենք, ավելի ճիշտ պայքարենք։ Այսինքն, եթե մենք կոպիտ ասած գիտենք թշնամու թույլ կողմերը, կարող ենք հենց այդ թշնամու թույլ կողմերին հարվածել, բայց եթե մենք այնքան իրազեկված չենք թշնամուց, կոնկրետ տեղեկացված չենք, մեր համար ավելի դժվար է դառնում թիրախներ ընտրելը։ Օրինակ երեք Պետրոս Ղազարյանի մոտ հյուր էր Ալեքսանյան Վահագը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ, նա հայտարարեց, որ նախկինները հենց ասֆալտ չեն արել, իրանք այս 8 տարվա մեջ 4000 կիլոմետր ասֆալտ են արել։ Տեսեք, նախկինները կառավարել են 30 տարի։ Այդ 30 տարիների ընթացքում յուրաքանչյուր երկրի ղեկավար իր ուժերի ներածին չափով ասֆալտապատել է կամ ինչ-որ աշխատանքներ է տարել։ Բնականաբար կարող են լինել բացթողումներ, թերացումներ, դա նորմալ է յուրաքանչյուր իշխանության ու անհատի պարագայում։ Բայց տեսեք, հիմա այստեղ հարց է առաջանում։ Ալեքսանյան Վահագը, որ հեղափոխության 18 թվականի ժամանակ քայլելով գալիս էր, իրանք հողաթմբերի ու սարերի վրայով էին գալի։ Ալեքսանյան Վահագի թիմակիցներն էլ հո բանակում չէին ծառայում, այսինքն Ալեքսանյան Վահագը պայմանականորեն վերցած հավաքական կերպար որպես այդպեսին հեղափոխության ինչ-որ մասնակից, չէ, ինքը պնդում է, որ անգամ բանակում չի ունեցել տռուսիկ, բայց մենք բոլորս գիտենք, որ մանավանդ այն մարդիկ, ովքեր որ ծառայել են, մասնավորապես ես, որ նմանատիպ խնդիրներ չեն եղել բանակում։ Հիմա որ Ալեքսանյան Վահագը թույլ է եղել, կամքի ուժ չի ունեցել, կամ իր տռուսիկը ուրիշն է հագել, դա մեր խնդիրը չի։ Այդ իր խնդիրն է, որ չի կարողացել իր ապրանքին տեր կանգնի։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ գալիս էին մերժելու հանրապետության հրապարակ, քանի 100 կիլոմետր քայլելով եկել են, իրանք սարերով ու թմբերով են եկել, թե ասֆալտի վրա քայլելով։ Արդյոք Լեննականից, որ իրանք քայլելով եկել են, այդ ասֆալտը չի եղել նախկինների թողած նախկինների ասֆալտը։ Բնականաբար եղել են ասֆալտապատ տարածքներ եւ բնականաբար եղած կլինեն այնպիսի տեղեր, որ ծրագրերը դեռ չեն աշխատել կամ ինչ որ խնդիրներ ու թերացումներ եղել, բայց դա բնավ չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում չի եղել ընդհանրապես ասֆալտներ։ Եվ վերջի վերջո
Եթե անգամ իրանց պնդումների մեջ կա 1% ճշմարտություն, Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում ամբողջությամբ պատերազմական իրավիճակ է։ Հիմա Հայաստանի ամենամեծ խնդիրը ասֆալտներն էր, Հայաստանի ամենամեծ խնդիրը արդյոք Արցախի անկախությունը չէր, արցախցիների ինքնորոշման խնդիրը չէր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի բարելավումը չէր, արդյոք ավել կենսաթոշակները չէր, նպաստները չէր, նորածին երեխաների հետ կապված ավել ծախսերի պետության կողմից հոգսերի թեթևացումը չէր մեր քաղաքացիների, նոր աշխատատեղերի ստեղծումը չէր, կյանքի բարելավումը չէր արդյոք հեղափոխության հիմնական նպատակը, այլ ուղղակի ասֆալտ փռելը։ Եթե այդպես էր, կարող էին հանրապետության հրապարակում հեղափոխության օրերին իրենք ասեին, որ մենք այնպիսի իշխանություններ ենք լինելու, որ միայն ասֆալտ ենք փռելու, մենք հանձնելու ենք Արցախը, բայց լավ ասֆալտ է լինելու դեպի Գորիս։ Արդյոք այդ պնդումները իրականության հետ ինչ որ կապ ունեն, կամ Ալեքսանյան Վահագը ու ընդհանրապես ճշմարտախոսությունը, նորմալ տղայական խոսակցությունը իր հետ ինչ որ կապ ունեն, այդ մարդը եթե իր սեփական ապրանքներին չի կարող տերը լինի, ամեն առավոտ երեկոյան ստում է ու խաբում է մեր քաղաքացիներին, արդյոք իրեն կարելի է հավատալ ինչ որ սկզբունքով, որ ինքը դարձի է եկել, խելքի է եկել ու մտածում է մեր հայրենակիցների համար ու պնդում է, որ այ տեսեք մենք այսքան ասֆալտ ենք արել, մեզ այդ ասֆալտը պետք չի, եթե դա մեր անկախության գնով է կամ Արցախի գնով է, մեզ ավելի շատ պետք է, որ մեր քաղաքացիները ապրեն խաղաղ պայմաններում, իրենց հայրենիքում, կարողանան ընտանիքներ ստեղծեն ու այդ ընտանիքները պետությունը փորձի աջակցություններով, տարբեր սուբսիդիաներով, յուրաքանչյուր տարբերակով մեր քաղաքացիներին բերի ավելի լավ բարեկեցիկ կյանքի։ Չէ, ուղղակի անգործության արդյունքը, այսինքն այս իշխանությունները պնդում են, որ իրենք բարելավել են տարբեր սոցիալական ծրագրեր են, չէ, իրագործել, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ ամենաթողություն ու քաոս է երկրում, այսինքն այն գերատեսչությունները, որ պետք է աշխատեին, որպեսզի ավելի հեշտացնեին սոցիալական պայմանները ու այն գերատեսչությունները, ովքեր որ պետք է աշխատեին, որպեսզի քաղաքացիների հետ ուղիղ անմիջական շփում լիներ, որպեսզի իրենց խնդիրները լուծվեր, այդ գերատեսչություններում մարդիկ ուղղակի աշխատում են նրա համար, որ ստանան պարգևավճարներ, կողքից էլ ամեն մեկը մի կտոր փախցնի ուտի։ Այս մարդիկ եկել են, որպեսզի գումարներ շորթեն, թալանով զբաղվեն։ Այս մարդիկ չեն եկել, որպեսզի բարելավեն քաղաքացիների պայմանները։ Դա կլինի կադաստր, դա կլինի տարբեր այլ գերատեսչություններ, նպաստ, թոշակ եւ այլն, իրանք ավելի շատ դժվարացնում են մեր քաղաքացիների կյանքը, որովհետեւ շատ թոշակառուներ օրինակ չեն կարողանում on-line տարբերակով օգտվեն քարտերից, բայց դա սարքել են պարտադիր։ Շատ մեր քաղաքացիներ չեն կարողանում օգտվել շատ ծրագրերից, որովհետեւ տեղեկացված չեն։ Նախկին ժամանակներում մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միգուցե եւ խնդիրներ եղած լինեն, բայց չեն եղել համատարած, այսինքն չի եղել, որ 3 միլիոն վարչապետներ տուժեն իրենց այդ որոշումներից, որոնք կայացնում են իշխանությունները։ Նախկինների օրոք անկախ թերացումներից նման անբարենպաստ պայմաններ չի եղել, նման սոցիալական խայտառակություն չի եղել, ել չեմ ասում այն գնաճի մասին, որ եթե մենք լսենք իշխանականներին, տնտեսությունը աճում է, մեր քաղաքացիների կյանքը բարելավել է, իրենք ավելի լավ են ապրում, աղքատությունը մնացել է միայն մեր գլուխներում, բայց վերջի վերջո մենք հասկանում ենք, չէ, յուրաքանչյուրս օգտվում ենք տարբեր խանութներից, սուպերմարկետներից ու տեսնում ենք, որ նախքին 20,000 դրամը ու ներկայիս 20,000 դրամը իրար հետ ոչ մի կապ չունեն։ Եթե ընտանիքում մեկ աշխատող լինի հիմա ու աշխատի մինիմալ աշխատավարձ 70 կամ 80,000 դրամ, իրանք ուղղակի չեն կարող գոյատևեն։ Իսկ ժամանակին նույն 70,000 դրամով մեկ մարդը կարող էր մեկ ընտանիք պահել 2-3 հոգանոց։ Այսինքն այն սոցիալական խնդիրները, որոնք որ հիմա կարող էին իրագործվել ու չեն իրագործվում, դա իշխանությունների անգործության մասին է։ Այսինքն խնդիրը նրանում չի, որ իրանք փորձում են բարելավեն մեր քաղաքացիների կյանքը, բայց չի ստացվում։ Իրենք չեն փորձում բարելավել մեր քաղաքացիների, մեր կյանքը, 3 միլիոն վարչապետների կյանքը ոչ ոք չի փորձում բարելավի։ Իրենք ուղղակի ցույց են տալիս, ստեղծում են միֆեր, թեզեր են շրջանառում, որ այ տեսեք, մենք ավելացնում ենք թոշակը, սոցիալական ծրագրեր ենք իրագործում, ել չեմ ասում, որ ունենք սադրող ու շանտաժիստ
իշխանականներ, ովքեր որ ասում են, այ գիտեք ինչ կա, եթե մենք չընտրվենք, խաղաղություն չի լինի, թոշակ չեք ստանա, նպաստ չեք ստանա, աշխատավարձ չեք ստանա։ Ինչ է նշանակում իշխանականների կողմից նման շանտաժ, այսինքն դուք սեփական երկրի սեփական ժողովրդին, նաև ձեր ընտրողներին շանտաժի եք ենթարկում նրանով, որ գիտեք ինչ կա, եթե մենք չգանք, սենց չի լինի, սենց կլինի։ Դուք եկել եք, որ ծառայեք ժողովրդին։ Դուք ժողովրդի հարկերով պարգևավճարներ եք ստանում։ Այդ որտեղից որոշեցիք, որ եթե դուք չլինեք, այսինքն եթե չլինի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մենք ոչ թոշակ կունենանք, ոչ հարկատուները հարկը վճարեն ու վերջի վերջո Հայաստանի Հանրապետությունը կվերանա։ Հիմա հարց է առաջանում, մինչև ձեր գալը մենք չէինք ապրում խաղաղ Հայաստանում, մենք չէինք ապրում խաղաղ Արցախում եւ վերջի վերջո ինչքան եկել եք հանձնում եք, պարտվում եք ու կորցնում եք։ Այդ եթե դուք մնաք, էլ Հայաստանի Հանրապետություն չի մնա։ Այսինքն ձեր հարցադրումը ընդհանրապես ու ձեր շանտաժը պետք է հակառակ կերպով լինի։ Այսինքն մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ եթե Գևորգ Պապոյանները ու ընդհանրապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերընտրվի, Հայաստանի Հանրապետությունը վտանգված կլինի։ Ինչպես հանձնվեց Արցախը, կհանձնվի նաև Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունը։ Այսինքն այս ստախոսները ամենաշատը ինչից խոսում են, հենց դրան էլ վնաս են տալի։ Հենց խոսում են եկեղեցուց, վնասում են եկեղեցուն, հենց խոսում են բանակից, վնասում են բանակը, ել չեմ ասում կազմաքանդելու մասին։ Հենց խոսում են անկախությունից, մեր մոտ օկուպացված տարածքներ են ավելանում, հենց խոսում են դեմարկացիա, դելիմիտացիայից ադրբեջանցիները մոտենում են Սև լճին։ Հիմա դառնում է, որ իրանք ինչ խոսում են, դրա հակառակն է լինում, որովհետև իրենք աշխատում են թուրք-ադրբեջանական տանդեմի համար, իրանք աշխատում են, որպեսզի ադրբեջանցիները լավ լինեն։ Իրանք վերընտրվում են, որպեսզի Թուրքիայի, Ադրբեջանի շահերը պաշտպանեն Հայաստանի Հանրապետությունում նստած կառավարությունում։ Իսկ ինչպես կգնահատեք Իրան, ԱՄՆ, Իսրայել այս հակամարտությունը եւ ձեր կարծիքով ինչ հանդիսություն կստանա, ինչ իրավիճակում է, գիտենք որ տեղեկություններ ունեք։ Տարածաշրջանը բնականաբար եռում է այս պատերազմի շրջանակներում, իհարկե լիքը խնդիրներ կան, որ դեռ բացահայտված չեն, մենք կոնկրետ չենք կարող վերլուծություն անել, արդյոք որ կողմը կշահի, հնարավոր է երկու կողմն էլ ոչինչ չշահի, որովհետև երկու կողմերից էլ կան զոհեր, վիրավորներ, տարածքային ինչ-որ խնդիրներ, տեղային խնդիրներ, որտեղ որ Ամերիկան կորցնում է ռազմաբազաներ, նույնձև Իրանը եւ այսպես շարունակ, բայց վերջի վերջո մենք հասկանում ենք, որ տարածաշրջանային այն խնդիրները, որոնք հիմա առկա են, կարող են նաև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության վրա, այսինքն մեր հարևան եւ բարեկամ Իրանը պետք է իր դիրքերը չզիջի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գոնե մի հարևանի վրա ինչ-որ չափով կարողանա հենվել։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար այս իրավիճակը ընդհանրապես հետաքրքիր չի, իր համար կարևորը կուկուռուզի վրա աղը հարմար ձևով լինի, մեկ էլ սուջուխը մի քիչ ավելի չոր կամ փափուկ լինի, բայց վերջի վերջո մենք ունենք մի իրավիճակ, որտեղ որ այս տարածաշրջանում կոնկրետ պատերազմական դրություն է։ Մենք ունենք պատերազմող մի շարք երկրներ, այսինքն նենց չի, որ երկու երկրներ իրար մեջ պատերազմում են ու դա մեր վրա չի կարող անդրադառնալ։ Այս պատերազմը ուղիղ նաև մեր մասին է, որովհետև մենք ուղիղ սահմանակից ու հարևան ու բարեկամ Իրանի հարևաններն ենք։ Այսինքն մենք պետք է հասկանանք ու ճիշտ դիրքորոշում ունենանք ու կարողանանք դիմակայել այն սպառնալիքներին, որոնք կարան առաջանան մեր պետության ու պետականության համար։ Իսկ այս իշխանականների համար ամենակարևորը ընտրություններն են, ամենակարևորը իրանց լափն է, ավել գումար աշխատելն է ու մեր քաղաքացիներին խաբելն է։ Էլ չեմ ասում, որ մեր քաղաքացիներին ինչպես 8 տարի շարունակ որպես տուգանքի մատերիալ են պահում։ Այսինքն իրենց համար կարևորը որ ՀՀ քաղաքացին աշխատի, անգամ եթե չնչին գումար, փորձեն կեսը շորթեն, վերցնեն իրենց հարկերի ու ակտերի տեսքով։ Այս տարածաշրջանում պետք է լինի արժանապատիվ խաղաղություն, ու այդ արժանապատիվ խաղաղության համար պետք է լինին այնպիսի իշխանություններ, ովքեր որ սիրում են իրենց հայրենիքը, մեր Հայաստանի Հանրապետությունը եւ պատրաստ են անձնվիրաբար ծառայել մեր ժողովրդին, մեր պետականությանը, որպեսզի մենք չներքաշվենք այնպիսի խնդիրների առաջ չկանգնենք, որոնք որ կարող են հետագայում մեզ ավելի մեծ խնդիրների առաջ բերել։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը առաջի մարտական պատրաստության վիճակում է ու իրենք նախապատրաստվում են անգամ ինքնապաշտպանության, այսինքն բոլոր դրվագները վերցված է եւ հաշվի առած։ Իսկ մեր իշխանությունների պարագայում ուղակի մի հատ մեծ ավտոբուս է, մեջը լիքը ուսա պարկել, սուջուխ, կուկուռուզ, պերաշկի ու Նիկոլ Փաշինյանը իր սրտիկներով ու թաթայի երգերով։